Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 25-րդ համարից գրված է. Սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, եւ ոչ էլ մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն ավելին է կերակուրիցը եւ մարմինը հագոստիցը։ Գիտեք, ասում է հոգս մի անեք, թե վաղը ինչ պետք է ուտենք, ինչ պետք է հագնենք, որովհետև շատ հաճախ այնքան ենք մենք մեզ վաղվա մյուս օրվա, չգիտեմ, մի տարվա պլաններով ծանրաբեռնում, որ դա մեզ համար հոգս է դառնում։ Բայց ինչ է նշանակում հոգս մի անեք։ Ես գիտեմ, որ բոլորս էլ ունենք հոգս, բոլորս էլ ունենք կարիք, հա, խնդրվածք Աստծուն, ինչ որ մի բան, որ ուզում ենք ունենալ։ Հոգս մի անեք, դա չի նշանակում, որ նստենք մեր տեղում, սպասենք, թե Աստված մեզ, ահա, հեսա բերի, կտակ, կերակրի, ինչի կարիքը որ ունենք կլրացնի, Աստված կարա այդպես անի, բայց այստեղ այս խոսքը վերաբերում է նրան, որ մենք ինքներս պետք է դա մեզ համար չծանրացնենք, բեր չդարձնենք մեզ համար, որովհետև Աստված ինքը գիտի մեր ամեն մի կարիքը, գիտի ամեն մի պակասությունը ու ինքը ուզում է որ լրացնի։ Եվ երբ որ մենք հոգս ենք անում, դա մեզ համար ծանրություն է դառնում, դժվար է լինում։ Շարունակությունում ասում է մտիկ արեք երկնքի թռչուներին, որ չեն սերմում, ոչ էլ հնձում, եւ ոչ էլ ամբարների մեջ ժողովում, եւ ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց, չէ որ դուք նրանցից ավելի լավն եք։ Հալելույա։ Գիտեք, մտահոգությունը, երբ որ մենք մտահոգվում ենք վաղվա համար, մյուս օրվա համար, մեր կարիքների, հոգսերի համար, դա ավելի շատ թերահավատություն է։ Եվ այստեղ ասում է, տեսեք անգամ թռչուներին, որ ոչ մի բան չեն անում, բայց թեև նրանք ոչ մի բան չանելով, հա, Աստված նրանց կերակրում է, նրանք հայթայթում են, գնում են ինչ-որ մի տեղից, հա, եղել է, որ մենք ինքներս էլ թռչուներին կերակրել ենք, ես ինքս եղել եմ Սեմուշկայում կերակրել թռչուներին, Աստված հոգ է տանում նրանց համար, ասում է ավելին քան ձեզ համար, Աստված, որ մեզ կյանք է տվել, Աստված, որ մեզ մարմին է տվել, Աստված, որ մեզ կանչել է ու այսօր դրել է իր թագավորության մեջ, ինքը մեզ համար հոգ է տանում։ Մենք պետք է վստահենք նրան, մտորել, երբ որ մենք անդադ մտորում ենք, դա արդեն թերահավատություն է դեպի Աստված։ Որտեվ Աստծո խոսքը ասում է, որ ես հոգ եմ տանում։ Մի մտածի, մի ծանրացրու։ Ինչի կարիք էլ որ այսօր մենք ունենանք, դա կլինի, չգիտեմ, ինչ որ ֆինանսական, ինչ որ միգուցե հիվանդ ես, միգուցե ինչ որ մի այլ դժվարության մեջ ես, կարիքի մեջ ես, եկեք չծանրացնենք։ Գիտեմ դժվար է, ես ինքս էլ ունենում եմ հոգսեր, մենք ինքս էլ մենք մեր ընտանիքով էլ անցնում ենք դժվարություններով էլ, բայց երբ որ մի պահ հայացքդ ուղղում ես երկինք ու հասկանում ես, որ դու ունես Աստված, որը որ քեզանից շատ է մտածում քո մասին, որը որ գիտի, տեսնում է ու լսում է քո աղաղակը, քո կարիքները, ինքը կպատասխանի դրան։ Երևի տարի ու կես առաջ երեխային մեր հեսուին տանանք ստուգման, բժիշկը անալիզ պատասխան տվեց, ասեց, որ կասկածում ենք սրտի արատ ունի։ Ու մի անգամից գիտեք, sense հարցակում է գալիս մեր մտքի վրա, ոնց թե։ Մի անգամից մենք ուզում ենք ծանրացնենք դա, սատանան քնաշի, սատանան մի անգամից միտքը տալիս է, բայց մի բան մեզ թափ տվեցինք, ասենք մի րոպե։ Մենք Աստված ունենք։ Մենք չենք ընդունում այն ինչ որ բժիշկը ասում է, այո, միգուցե իրանց փաստով տան մեր ձեռքը, միգուցե այսօր բժիշկները քեզ ասել են, գիտես ինչ, հիվանդ ես, քեզ բուժում չկա։ Всё, պետք է հարմարվես այդ քո վիճակին ու այդպես ապրես մի ձև, միջև կյանքիդ վերջը։ Միգուցե մեկ այլ կարիքի մեջ ես, որ դու այսօր հարմարվել ես այդ իրավիճակին։ Չհարմարվես այն իրավիճակին, ինչի մեջ որ այսօր կաս։ Դա կլինի ֆինանսական, դա կլինի ինչ որ առողջական, դա կլինի ինչ որ մեկ այլ կարիք, որը այսօր արդեն քեզ շատ է նեղում, նայում ես ելք չկա, դուռը չես տեսնում, հույս չկա։ Աստված միակն է, որ ունի պատասխան։ Աստված ամեն հարցին ունի պատասխան։ Գիտեք կարևորը որն է մեր կյանքում։ Սա այս խոսքը ես չեմ կարող աշխարհիկներին ասեմ։ Այն մարդկանց, ովքեր որ դեռ Աստծուն չեն ընդունել, այն մարդկանց, ովքեր որ դեռ Աստծուն չեն պաշտում, չեն երկրպագում, իրենց կյանքը չեն տվել, այս խոսքը նրանց չի վերաբերվում։ Որովհետև իրանք մտորելու են, իրանք հույս չունեն, իրանց համար ճանապարհ չկա, հույս չկա, դուր չկա,
Բայց մեզ համար, մենք, որ այսօր եկել ենք, մեր կյանքը տվել ենք Աստծուն, մենք, որ այսօր եկել ենք, մտել ենք նրա ծածկոցի տակ, մեզ համար հույս կա։ Եթե դու այսօր քայլ ես արել, եկել ես Աստծո տուն, կյանքը տվել ես նրան, նվիրվել ես նրան, մի թերահավատիր։ Ոչ մի իրավիճակի մեջ։ Մենք տեսնում ենք, որ աշակերտներն անգամ թերահավատության մեջ եղան։ Իմ կյանքում էլ հաճախ եղել է, որ թերահավատության մեջ եղել եմ։ Եկեք այսօր ամեն թերահավատությունը հեռացնենք, թույլ տանք, որ մեր մեջ հավատքը բարձրանա, թույլ տանք, որ մենք տեսնենք Աստծո մեջ մեր հարցերի պատասխանը։ Հալելույա։ Թրջուներին եթե Աստված կերակրում է, որքան ավելի մեզ, նրանց համար եթե հոգ է տանում, որքան ավելի մեզ համար, որ մենք նրա զավակներն ենք։ Հիմա ձեզանից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ անգուն ավելացնել։ Եւ հագուստի համար ինչ եք հոգս անում։ Մտիկ արեք դաշտի շուշաներին, թե ինչ են մտածում, թե ինչպես են մեծանում, ոչ ջանք են անում եւ ոչ մանում։ Գիտեք, անգամ ասում եմ շուշաներին նայեք։ Իրանք իրանցից ոչ մի բան չեն անում, Աստված է ջրում, Աստված է հագցնում, Աստված է իրանց հասակ տալիս։ Մենք մտածելով չեն կարա մեր կյանքի տարիները ավելացնենք։ Մենք մտածելով չեն կարա մեր հասակի վրա ավելացնենք։ Չեն կարա մտածելով, գիտեք, ավելի շատ Աստծո խոսքը ուզում է մեզ սովորեցնի, որ մտածելով մենք չեն կարա մտորելով, հոգս անելով չեն կարա շատ բան փոխենք։ Մենք կմտածենք մարդկայնորեն կուզենանք քայլեր անել։ Կփորձենք քայլեր անել տարբեր իրավիճակներով, բայց միգուցե չհաջողվի։ Միգուցե մի քայլ անես հաջողվի, բայց միջև էր չի հաջողվի, որովհետև եթե մենք Աստծուն ենք տվել մեր կյանքը, նա է մեզ համար մատակարարողը, նա է մեզ համար հոգ տանողը։ Հալելույա։ Ասում է, գիտեք, Աստծո խոսքի մեջ ասում է Սողոմոնը, Իսրայելի ամենահարուստ թագավորը անգամ իր փառքի մեջ այդպես շահագնվավ, ինչպես Աստված Շուշանին է հագցնում, որքան առավել մեզ։ Իսկ եթե որ դաշտի խոտը, որ այսօր կա եւ էգուց փուրն է գցվում, Աստված այնպես է հագցնում, չէ որ շատ ավելի ձեզ թերահավատներ, ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք, որովհետև այդ ամենը հեթանոսներն են խնդրում։ Գիտես, երբ որ մենք մտածում ենք, հոգս ենք անում, այս ամենը մեզ համար ծանրացնում ենք, հագնելա, ուտելա, չգիտեմ, ամեն մի կարիքը, մենք նմանվում ենք անհավատներին։ Հեթանոս այստեղ նշանակում է անհավատ, հա, նշանակում է նրանք, ովքեր որ Աստծուն չունեն, նրանք, ովքեր որ Աստծուն իրենց կյանքը չեն տվել։ Այո, նրանք կարան մտածեն աշխարհայինների մասին, կարան մտածեն աշխարհային բաների մասին, հացի, հագուստի, նրանք հոգս կանեն, բայց ես ու դու պետք է այսօր հոգս շանենք դրա համար։ Ես չեմ հավատում, որ մեր մեջ կա մարդ, որ իր կյանքը տվել է Աստծուն այդ օրվանից, լինի մեկ օր, որ սոված մնա, որ սոված գնա քնի։ Չեմ հավատում, որ կլինի մեկ, որ առանց հագուստ կմնա, որ անտուն կմնա, որովհետև ես իմ կյանքի մեջ, իմ ամբողջ 36 տարվա մեջ այդպիսի օր չեմ տեսել։ Սաղմոսների մեջ Դավիթն է ասում, մեծացա իմ երիտասարդության տարիներին հասակ առա, բայց չտեսա Աստծո արդարին, Աստծո ընտրվածին, Աստծո զավակին սոված որ մնա։ Աստված հոգատանում ամեն մեկիս համար։ Աստված պատասխան ունի այսօրվա ամեն մեր մի կարիքին։ Միգուցե դու 10 տարի, 20 տարի աղոթք ես անում քո հարազատի ապաշխարության համար, քո տան անդամի համար։ Չհանձնվես, չթերահավատես, չմտածես, ասես որ վերջ, այլևս հույս չկա, ձեռներս թողեմ, չդադարես անդադար աղոթք արա նրա փրկության համար։ Միգուցե բժիշկները քեզ դիագնոզ են տվել այսօր, ասել են որ վերջ, էսա քո անալիզների պատասխանը, գնա ապրի ինչքան որ կապրես, չհամակերպես այդ իրավիճակի հետ։ Աստված է բժշկողը։ Որտեղ որ քո իրավիճակը կասի վերջ, այլևս հույս չկա, այլևս ելք չկա, այդտեղ Աստված ճանապարհը ցույց կտա քեզ։ Մեզանից հասնում է որ մենք դիմենք Աստծուն։ Աստված ուզում է որ մենք մեր կարիքները բերենք նրա առաջ։ Ինչպես որ հայրը вообще ուզում է որ իր զավակը գա իր շուրթերով ասի, հա պապ եմ ուզում։ Այդպես էլ հայր Աստվածը ուզում է որ մենք մեր կարիքները բերենք Աստծո առաջ, մեր շուրթերը բացենք եւ ասենք Տեր, սրա կարիք ունեմ։ Բայց մեզ համար հոգս չդարձնենք։
Լինում է շատ հաճախ գալիս ենք հոգսերով, միգուցե այսօր շատերս եկել ենք հոգսերով, խնդիրներով բեռնավորված։ Հիմա երբ որ մենք այստեղ աղոտ կանենք, չվերցնես նորից հետը տանես տուն։ Թող Աստծուն, տուր Աստծուն, ասма ձեր հոգսը ինձ վրա գցեք։ Տուր Աստծուն, Աստված գիտի իր ժամանակը։ Աստված գիտի իր ձևը։ Մի սպասի, գիտես որ քո ժամանակին քո պատասխանը կստանաս։ Մի ստացի որ քո ուզած ձևով ես դու քո պատասխանը ստանալու։ Աստված գիտի իր ժամանակը եւ իր ձևը։ Եվ վստահի նրան, նրա կամքին, որովհետև նրա կամքը բարին է, հաճելին է եւ կատարյալն է։ Շատ հաճախ մեզ թվում է թե չէ իմ ուզածով պետքա լինի, բայց չենք հասկանում, որ եթե իմ ուզածով լինի, միգուցե լավ չլինի։ Թվում է թե լավ է լինելու, բայց միգուցե լավ չլինի։ Աստված ամեն բան գիտի։ Դրա համար թող որ Աստծո կամքը լինի, ոչ թե մեր ուզածով, այո մենք շատ բան ենք ուզում։ Երբ որ անգամ աղոթք ես անում, ինչ որ խնդրված ես բերում Աստծո առաջ, ասա Տեր թող քո կամքդ լինի։ Որովհետև դրա կամքն է բարին, հաճելին եւ կատարյալը, հալելույա։ Հեթանոսների նման չլինենք, մեզ համար բեր չդարձնենք։ 32-րդ համար, որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտե այդ ամենը, որ ձեզ պետք է։ Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ արդարությունը խնդրեցեք եւ ամեն բան կտրվի ձեզ։ Աստծո արքայությունը եւ արդարությունը։ Շատ հաճախ մենք ինքան ենք մեր հոգսերով մեզ ծանրացնում, որ մոռանում ենք հոգևորի մասին։ Որ մոռանում ենք, որ մենք պետք է նախ փնտրենք Աստծո արքայությունը, փնտրենք նրա արդարությունը։ Մեզ պետք է նախ ամեն բանից առաջ Աստծո երեսը փնտրենք։ Գիտեք, նոր եղբայրների հետ խոսում էինք, շինարարություն ա եղել Փառք Աստծո այս վայրի համար, որ ունեք, ձերն ա արդեն։ Եղբայրները ամեն մեկի ներդրումը ունեցել է։ Երբ որ մենք Աստծո տունն ենք շինում, Աստված էլ մեր տունն է շինում։ Երբ որ մենք Աստծո տան մեջ ենք գործում, երբ որ նրա արքայության մեջ ենք գործում, նա էլ մեր կարիքներն է լրացնում։ Ես այն ժամանակ, երբ որ դու այստեղ նստած ես, երբ որ դու Աստծո ներկայության մեջ ես, երբ որ դու Աստծո խոսքն ես լսում, այդ ժամանակ Աստված շատ հարցեր է լուծում մեր կյանքի մեջ։ Ուզում եմ որ վստահենք Աստծուն։ Ուրեմն էգուցվա համար հոգս մի անեք, որովհետև էգուցվա համար բավական է իր հոգսը, իր նեղությունով։ Էգուցվա համար բավական է իր հոգսը, ապրենք այսօրով։ Այո, մենք կարանք ծրագրեր ունենանք, այո, մենք կարանք երազանքներ, նպատակներ ունենանք։ Դա մեզ համար հոգս չի լինի, երբ որ մենք Աստծո առաջ բերենք եւ Աստծով այդ ամենը կազմենք։ Թող մեր երազանքները, մեր նպատակները, մեր ծրագրերը Աստծո կամքով լինեն, Աստծո կամքի մեջ լինեն, որպեսզի ծանրություն չլինի։ Թե չէ լինում է հաճախ մտածում ենք մի տարի հետո ես ինչը պետք է անեմ ու մի տարի է տանջվում ես որ միջև հասնի այդ օրը որ դու կարողանաս այդ նպատակիդ հասնես։ Վաղվա համար բավական է իր հոգսը։ Եվ գիտեք Սաղմոս 91-ում շատ եմ սիրում այդ Սաղմոսը։ Առաջի համարում կարդացեք անպայման այդ Սաղմոսը, որովհետև շատ օրհնյալ Սաղմոս է։ Ես ամբողջությամբ հիմա չեմ ասի, բայց ասում եմ բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ինչ է նշանակում բարձրալի ծածկոցի տակ բնակվողը։ Գիտես, երբ որ մենք նրա ծածկոցի տակ ենք, մենք ապահով ենք։ Պատկերացրեք, ես հիմա այստեղ կանգնած նրա ծածկոցի տակ եմ։ Ինչ է, մտածում եք հոգսեր, խնդիրներ, խնդիրներ չունեմ։ Ունեմ։ Ծածկոցից դուրս լինող մարդը նույնպես ունի հոգսեր, խնդիրներ, խնդիրներ։ Գիտեք իմ ու նրա տարբերությունը որն է։ Որ ես պաշտպանված եմ, ես նրա ծածկոցի տակ եմ։ Որ այո կգան խնդիրներ, այո կգա հիվանդությունը, խնդիրները, հոգսերը, ամեն տեսակ դժվարությունները, բայց ես պաշտպանված եմ, որովհետև ես նրա ծածկոցի տակ եմ։ Ես չեմ թուլանա, ես չեմ թերահավատի, որովհետև ես նրա ծածկոցի տակ եմ, որովհետև ես գիտեմ, որ ինձ զորացնողը, ինձ բժշկողը, ինձ իմ տարբեր իրավիճակներից հանողը Եհովա Աստվածն է։ Նա է, որ քեզ այսօր կբժշկի, նա է, որ այսօր քո հարցերին պատասխան կտա, նա է, որ քեզ ամեն դժվար իրավիճակից այսօր կարա հանի։ Իսկ երբ որ մի փոքր ծածկոցից դուրս են գալիս, նորից այդ սատանայի հակառակորդի նետերը գալիս են, հարձակումները գալիս են, բայց ես արդեն պաշտպանված չեմ, որովհետև դուրս եմ եկել նրա հովանավորությունից, դուրս եմ եկել նրա ծածկոցից, նրա ներկայությունից։
Դրա համար աշխարհիկ մարդիկ, նրանք ովքեր դեռ իրենց կյանքը դեռ չեն տվել Աստծուն, նրանք տարբեր տեղեր են փնտրում իրենց հույսը, նրանք պաշտպանություն չունեն։ Մի կին, որ տարիներ շարունակ արյունահոսում էր, իր ամբողջ ունեցվածքը վատնել էր, տվել էր բժիշկներին, ասել էին բժշկություն չկա, հույս չկա, ինքը ամենը ծախել էր, ամենը տվել էր, ամեն բան կորցրել էր, բայց օրերից մի օր լսում է, որ Հիսուսն անցնում է, օրից մի օր ինքը հայտնվում է այն վայրում, որտեղ որ Հիսուսն է, ինքը լսած է լինում նրա մասին, լսած է լինում նրա զորության մասին, որ կարա բժշկի։ Գիտեք, այսօր մենք այնպիսի վայրում ենք, որտեղ որ Աստված է։ Աստված մեր մեջ է։ Չգիտեմ քո խնդիրը, հոգսը, խնդրեմը քանի տարիներ է քեզ տանջում, քանի ամիսներ է քեզ տանջում։ Աստված այստեղ է։ Ու այդ կինը իր մտքում մտածում ասում է, բավական է, որ ես միայն նրա հանդերձի ծայրին դիպչեմ։ Բավական է, որ այսօր միայն դու մտնես Աստծո ներկայության մեջ։ Բավական է, որ դու միայն թույլ տաս այսօր Աստված քեզ հպվի։ Թույլ տաս Աստված քո սրտին այսօր հպվի։ Ասում եմ, բավական է միայն հպվեմ նրա հանդերձի ծայրին եւ ես կբժշկվեմ։ Եվ երբ որ նա դիպչում է իր հանդերձի ծայրին, Քրիստոսի մեջից զորություն է դուրս գալիս եւ բժշկություն է տալի նրան։ Աշխարհում էր փնտրում իր բժշկությունը, իր ֆինանսների մեջ, իր ամեն ունեցվածքի մեջ, որ տվել էր, որպեսզի բժշկվեր, բայց չէր ստացել։ Բայց բավական է միայն հպումը Քրիստոսին, բավական է միայն կյանքը տաս այսօր Աստծուն, բավական է միայն հոգսերդ այսպես բերես դնես Աստծո ոտքերի առաջ։ Եվ նա ամեն հարց կլուծի, եւ նա ամեն խնդիր, խնդրեմ կլուծի։ Ոչ մի հոգս թող մեզ այսօր ծանրություն չդառնա։ Այսօր եկել ես Աստծո տուն, թույլ տուր, որ Աստված հպվի։ Թույլ տուր, որ Աստված հանկարծ քեզ այնպես շփայց, որ անտարբեր անցնի։ Երբ որ երկրպագություն, փառաբանություն կբարձրանա այստեղից, թույլ տուր, որ Աստված քո սրտին հասնի։ Ու բժշկի այն ամեն իրավիճակները, որ ունես քո սրտում, քո մարմնում, քո հոգում։